Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր շատ լուրջ թեմայի մասին ենք խոսելու, որը վերաբերվում է Վրաստանից դեպի Հայաստան նոր սահմանափակումներին սահմանի վրա եւ զուգահեռ դրա Հայաստանում այդպես կոչված ընդդիմության իրականում ռուսական գործակալական ցանցի գործունեությանը այս ուղղությամբ։ Կոնկրետ 5-րդ ալիքը ձեր համար լավ հայտնի, թե ում է պատկանում եւ ինչ է իրանից ներկայացնում, հայկական նկատի ունեմ, Հայաստանում գործող, ներկայացրել է մի այսպիսի սյուժե ժամեր առաջ եւ այդ սյուժեում խոսվում է նրա մասին, որ հայ-վրացական սահմանի վրա արդեն 10 օր է բեռնատարները կանգնած են եւ փետրվարի 12-ից փաստացի թույլ չեն տալի, որ իրանք մուտք գործեն Հայաստան։ Ըստ այդ սյուժեի վրացական սահմանապահները, մաքսային ծառայությունները նաև արհեստական սահմանափակումներ են ձևավորում այդտեղ եւ առանց որևէ պատճառաբանություն, առանց որևէ ուղիղ ուրեմն բացատրություն, ուղղակի թույլ չեն տալի, որ այս բեռնատարները մուտք գործեն Հայաստան, վերադառնան Հայաստան։ Խոսքը գնում Սադախլո Բագրատաշեն անցակետի ուղղությամբ։ Եվ պետք է ասել, որ այդ սյուժեում բեռնատարների վարորդները խոսում են ոչ մարդկային իրավիճակի մասին, որտեղ 10 օր է այսպես սպասում են առանց որևէ պարզ հնարավորությանը, որ հասկանան, թե ինչ եւ երբ հնարավոր կլինի այս իրավիճակից դուրս գալ։ Մի կողմից տեսնում ենք, որ սա ներկայացվում է ինչպես խնդիր եւ կարծես 5-րդ ալիքը պետք է ասի, որ սա անընդունելի է եւ սա խնդիր է եւ հենց իրանք են այդտեղ բեռնատարների վարորդները ասում, որ արհեստական է, Վրաստանի կողմն արհեստական դա անում եւ կարծես հայկական ԶԼՄ-ն պետք է ասի, որ վրացական կողմը իրավունք չունի այսպիսի բան անելու, բայց մենք լրիվ ուրիշ բան ենք տեսնում այդտեղ։ Գալիս է Գառնիկ Դանիելյանը, այդ ճակերտներում ընդդիմադիր գործիչը, զանգում է տնտեսության նախարարություն եւ իր զանգին չեն պատասխանում, դա ցուցադրում են ինչպես փաստ, կարծես այդ մի զանգով է պարզվում այդ հարցը, կամ ինչպիսի այդ գործընթացը դա առհասարակ հասկանալի չի, այսինքն ոչ թե դիմել են տնտեսության նախարարությանը, Գառնիկ Դանիելյանի զանգն են մեզ ցույց տալիս 5-րդ ալիքը եւ խոսում նաեւ նրա մասին, որ սա ուղիղ ուրեմն ցույց է տալիս, որ վերջերս այցը, որը տեղի ունեցավ Վրաստանի տնտեսության նախարարի դեպի Հայաստան, ուրեմն այդ այցը արդյունավետ չի եղել, որովհետեւ սա դրա վառ օրինակն է։ Եվ 5-րդ ալիքը նաեւ խոսում է այստեղ, որ սրա պատճառները քաղաքական են։ Այսինքն 5-րդ ալիքը ասում է, այո, քաղաքական պատճառներ են կանգնած սրա հետևից։ Եվ քաղաքական պատճառներ կարծես տեսեք, եթե քաղաքական պատճառներով հարևան պետությունը սահմանափակում է ոչ օրինական բեռնափոխադրումները, ապա կարծես հայկական ԶԼՄ-ն պետք է ասի, որ այդ պետությունը խախտում է միջազգային օրենսդրությունը, հարևան պետության հետ նորմալ հարաբերությունները, բայց դրա փոխարեն 5-րդ ալիքը ասում է, որ մեղավորը սրանում հայկական կողմն է։ Եվ օրինակ է դա եւ տալիս, ապացույց է բերում դրա ճակերտներում եւ ասում, որ քաղաքացիական պայմանագիրը, որ քվեարկել է եվրոպական Եվրոնեստի այդ ընթացքում այն կոնկրետ փաստաթղթի համար, որը ներառում էր Հայաստանի համար շատ կարևոր կետեր, բայց նաև Վրաստանի թեմայով ներառում էր 2024 թվականի ընտրությունների հանդեպ եվրոպական կողմի հարցերը, այն որ Հայաստանը քվեարկել է փաստաթղթին, որը Հայաստանին ձեռ էր տալիս, իսկ Վրաստանի մասին իրանք ասել են մեզ դա չի վերաբերվում, մենք դրա համար չենք քվեարկում, մենք քվեարկում ենք փաստաթղթի այն մասի համար, որը Հայաստանին է վերաբերվում։ Դա բերվում է ինչպես օրինակ, որ Վրաստանի եւ դրանով փորձում է 5-րդ ալիքը բացատրել, որ Վրաստանը ճիշտ է անում, Վրաստանը իրավունք ունի, հիմք ունի, Հայաստանը Վրաստանի շահը ավելի բարձր պետք է դներ ըստ 5-րդ ալիքի եւ չքվեարկել այն փաստաթղթի համար, որը Հայաստանի շահի մեջ մտնում էր, բայց Վրաստանի գործող իշխանության շահի մեջ չէր մտնում։ Եվ
Այս պարզաբանումը ուղղակի ես ուղիղ ասեմ, սա պետական դավաճանության մակարդակ է։ Սա հակահայկական փորձ է այս ԶԼՄ-ի կողմից եւ այս ընդդիմադիր ճակերտներում ուժի կողմից, որը փաստացի այս Հայաստանի դեմ ուղված քայլը փորձում է հիմնավորել եւ մեղադրել Հայաստանին Հայաստանի դեմ ուղված քայլում։ Բայց զուգահեռ մի քանի օր առաջ նույն բանը իրանք արեցին, չէ՞, եթերում։ Հանրային հեռուստաընկերության եթերում ուրեմն այդ Անդրանիկ Թևանյանը ասաց, որ Հայաստանն է մեղավոր պատերազմի մեջ Ղարաբաղում։ Նույնը ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նույնը ասել է Սերժ Սարգսյանը։ Եվ հիմա նույնը 5-րդ ալիքով Գառնիկ Դանիելան ասում են, որ հայ բեռնատարներին, որ Հայաստան չեն թողնում առանց որևէ ապացույց, փաստարկ, մուտք գործեն, մեղավոր է Հայաստանը։ Այսպես են իրանք հայապահպանությամբ, հայկական շահերի պաշտպանությամբ զբաղված այս գործակալները։ Եվ այստեղ նաև նշում է, որ սա Հայաստանի իշխանությունների ծրագիրն է, Գառնիկ Դանիելյանն է ասում, որ նպատակաբար բացեն սահմանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ սա իրանց ծրագիրն է։ Հիմա ես այստեղ ունեմ հարց, դուք առհասարակ ինտելեկտուալ մտածելու ունակ եք, թե ունակ չեք։ Եթե Վրաստանն է ստեղծում սահմանափակում, Հայաստանը ո՞նց է սա կազմակերպել, մի հատ կբացատրեք ինձ։ Դուք մի կողմից մեղադրում եք Հայաստանին, որ ասում է դիվանագիտական գործունեությունով չկարողացաք հարցը լուծել։ Այո, ես ասեմ ինչու չկարողացան, ես Վրաստանից եմ։ Ես Վրաստանի իրավիճակը լավ եմ ճանաչում, որովհետև Վրաստանը չի արել սա։ Հարգելի հայ ժողովուրդ եւ ոչ հարգելի ընդդիմադիր գործիչներ, ներառյալ Գառնիկ Դանիելյան։ Սա Ռուսաստանն է արել։ Վրաստանի իշխանությունները պատկանում են ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, այն մի հատ էլ ռուս օլիգարխ կա Հայաստանում, Սամվել Կարապետյանը, նույն բանն է ուզում։ Եվ Ռուսաստանը Վրաստանը հիմա օգտագործում է ինչպես գործիք Հայաստանի դեմ։ Իսկ դուք նրա փոխարեն, որ ասեք, բայց ո՞նց, սա Հայաստանի դեմ է եւ պաշտպանեք Հայաստանի շահը, դուք պաշտպանում եք Վրաստանի շահը։ Ես եմ Վրաստանի քաղաքացի։ Ո՞նց է ստացվում, որ դուք եք պաշտպանում Վրաստանի շահը։ Ես Վրաստանի քաղաքացի ասում եմ, որ այս իշխանությունները լեգիտիմությունի հետ խնդիրներ ունեն եւ Եվրոպական միությունը այս իշխանությունների լեգիտիմության ուղղությամբ հարցեր է բարձրաձայնել եւ բարձրաձայնում միջև այսօր։ Ձեզ դա ո՞նց է վերաբերվում։ Հայաստանի քաղաքական գործիչներին։ Այն, որ Հայաստանը քվեարկել է այդ փաստաթղթի համար, Հայաստանը քվեարկել է իր շահերից ելնելով իր մասին այդտեղ այդ փաստաթղթում նշված հարցերի մասին։ Ինչ խնդիր։ Դրա պատճառով ուրեմն ամեն փաստաթղթի մեջ, որտեղ որ Վրաստանը քվեարկել է, 1000 փաստաթուղթ կա Վրաստանը քվեարկել է, կա բաներ այդտեղ Հայաստանի համար էլ անընդունելի է, հիմա ինչ պետք է անի Հայաստանը դրա պատճառով։ Սա ուղղակի աննկարագրելի է։ Եվ ես եմ հակառակը ամիսներ առաջ ասել, որ բացեք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը, որովհետեւ ռուսները պատրաստում են Վրաստանի միջոցով Հայաստանի էմբարգո։ Այս էջի վրա, հարգելի այրնակիցներ, ամիսներ առաջ, նույնիսկ 1 տարի առաջ հստակ այդպիսի վերլուծություններ եւ տեղեկատվություններ կա եւ ասեմ ձեզ, որ ամենաշատ դիտորդներից մեկն է հավաքը եւ կարող է գնալ եւ նայել։ Եվ ես ապացույցներով եմ դա բերել։ Վրաստանը արգելել է ֆրանսիական զենքի մատակարարումները, դրա մասին նաև ես եմ ասել ամենաբարձրաձայն առնվազն կամ ամենաառաջինը, հանրային։ Վրաստանը անօրինական, ոչ օրինական, այո, ասեմ ինչու ոչ օրինական։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ունի հայտարարություն մինչև այսօր, որ իրավունք չունի սահմանափակել դեպի Հայաստան մատակարարումները, որովհետև Հայաստանի դեմ չկա միջազգային պատժամիջոցներ։ Եվ չնայած Վրաստանի այդ հայտարարությանը արտաքին գործերի նախարարության, որի դիվանագիտական ռեզերվում եմ ես գտնվել եւ ընդունվել, այսինքն շատ լավ եմ ճանաչում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Իմ համար դա հերոու չէ։ Ակնհայտ է որոշումը։
որ այսօր այնտեղ բոլոր վրացամետ մարդիկ այլևս ԱԳՆ-ում չեն, դուրս են գտնվում։ Ինչու՞։ Որովհետև ռուսները գրավել են Վրաստանը։ Եվ ռուսները Հայաստանի համար խոչընդոտներ են ստեղծում։ Եվ շատ ուղիղ ասեմ, այստեղ նաև 5-րդ ալիքը հետո նշում է, որ սրա պատճառով Հայաստանում տնտեսական խնդիրներ են լինելու։ Այո, իհարկե։ Եվ հետո նշում է, որ 80%-ը ներմուծման դեպի Հայաստան գալիս է Վրաստանից, եւ սա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի տնտեսության համար։ Այո։ Ես երկար տարիներ եւ ամիսներ խոսում եմ սրա մասին եւ ասում, որ պետք է բացի Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը եւ պատրաստ լինի նրա համար, որ Վրաստանը կարող է փակել սահմանը Հայաստանի հետ։ Ինչու՞։ Առանց պատճառ։ Իհարկե հասկանում եմ, որ Ռուսաստանը օգտագործելով Վրաստանը համ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար, այդ թվում նախընտրական շրջանում, համ էլ օգնելու է գործակալական ցանցին, որ այդ գործակալական ցանցը ունենա հնարավորություն թիրախավորի Նիկոլ Փաշինյանին, ստեղծի լուրջ անկայունություն պետությունում եւ փոխի իշխանությունը։ Այսինքն Ռուսաստանի վեհ գաղափարը, այս վեհ գաղափարն էլ ուղղակի չեմ օգտագործում, էլի դաշնակցության բառապաշարն եմ օգտագործում, որովհետև Ռուսաստանի վեհ գաղափարը, դաշնակցության վեհ գաղափարը, Ռոբերտ Քոչարյանի վեհ գաղափարը, Սամվել Կարապետյանի վեհ գաղափարը նույն բանն է, Հայաստանը դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, ինչպես Վրաստանն են դարձրել օլիգարխի միջոցով։ Վրաստանը դարձրել են, ես ուղիղ եմ ասում, որ ես չգիտեմ ինչքան ժամանակ էլի հնարավոր կլինի Վրաստանում զուտ բնակվել, Վրաստանում զուտ խոսել, գործել կամ մի բան անել, որովհետև այստեղ ռուսները արդեն իշխանությունում են։ Եվ ռուսներն են այս ամենը կազմակերպում, այո, որովհետև տեսեք, ես ուղիղ եմ ասում, ես եմ շատ հաճախ խոսում, ինչ վտանգներ կա Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Բայց այսօր մենք այդ թվում ես էլ եմ դրա մեջ լուրջ ներդրում ունեցել։ Նախաձեռնում ենք այն, որ բացենք այդ կապերը, որովհետև Ադրբեջանին պետք է նաև դեպի Թուրքիա կապ առանց Վրաստան, որովհետև Վրաստանում ռուսներն են։ Կենտրոնական Ասիային պետք է դեպի Թուրքիա կապ եւ Թուրքիայից հետո արևմուտք, որը առանց Վրաստան, որովհետև Վրաստանում ռուսներն են։ Եվ ավելի մանրամասն չասեմ, ես էլի շատ բան գիտեմ, բայց ամեն ինչ չէ, որ պետք է ասեմ, չէ, արեք դրա մասին պայմանավորվենք, որ ես ամեն ինչ չէ, որ հանրային ասում եմ, շատ ավելի բան գիտեմ։ Փաստ դա իմ պատկերացումով լավ էլ դուք էլ հասկանում եք, որ այն ինչ որ ասում եմ, դա ամենակիչն է, ինչ գիտեմ, դրանից շատ գիտեմ։ Եվ Թուրքիայի համար պետք է այս կապը, եւ Հայաստանի համար պետք է այս կապը։ Եվ այս գործակալները, որ ասում են Թուրքիայի Ադրբեջանի հետ սահման չբացեք, ուզում են, որ Վրաստանից, այսինքն Ռուսաստանի այսօրվա ծայրագավառից Հայաստանը կախված լինի։ Եվ իրանք ուրախանում են հիմա, որ Վրաստանը այսպիսի քայլեր է անում, հասկանում եք։ Եվ ուստի մեր շահը, ինչու երկաթուղու հետ կապված այդ խնդիրը ինչու եղավ։ Պարզ պատճառով, գների հետ կապված հիմա էլ որ իբրև լուծել են։ Մի բանը լուծում են, մյուս բանի հետ խնդիր է առաջանում, որովհետև նպատակն է խնդիր առաջացնել, հասկանում եք։ Այսինքն ասեմ ուղիղ, հա, այդ բենզինի մատակարարման ուղղությունով Ադրբեջանը սպառնաց Վրաստանին։ Վրաստան դրանից հետո սիմվոլիկ գին է դրել, որովհետև Ադրբեջանը սպառնաց, Ադրբեջանը լուրջ ազդեցություն ունի Վրաստանի վրա, այդ թվում մատակարարիչն է գլխավոր։ Ճիշտ է, հիմա Վրաստանը ավելի դեպի Ռուսաստան է գնում, Ռուսաստանից է գնում ամենաշատ հոսանք եւ ուրիշ բաներ, կամաց անցնում է դեպի Ռուսաստան, այսինքն Ադրբեջանից, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ խոշոր մատակարարող։ Եվ Ադրբեջանը սպառնաց, բայց հիմա դրա փոխարեն ուրիշ բան են անում։ Ամիսները արդեն, գուցե 1 տարի մոտավորապես, ոնց սկսվել է Վրաստանից կողմից համ Ադրբեջանի, համ Հայաստանի դեմ սահմանափակումներ։ Ադրբեջանը շատ ավելի բարձրաձայն է սրա մասին խոսում, որովհետև շատ ավելի իրան վստահ է զգում։ Գուցե դա իր 3 անգամ ավելի շատ բնակչության եւ տնտեսության պատճառով, գուցե Թուրքիայի հետ դաշնակցության պատճառով։ Շատ պատճառներ կան դրա։ Եվ Հայաստանը մի փոքր իրան ավելի զսպված է պայում, բայց դա փաստը չի փոխում։ Եվ ես ուղղակի ասում եմ, սա բացահայտում է իրականությունը, այսինքն երբ ես ասել եմ տարիներ առաջ, 1 տարի առաջ, բացեք Ադրբեջանի հետ սահմանը, Թուրքիայի հետ սահմանը, սա չի եղել իմ կողմից
Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղղությամբ քայլ։ Սա եղել է քայլ նրա, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ավելի շատ կարանք պայմանավորվել Վաշինգտոնի միջոցով, քան մենք կարող ենք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Այո, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն կարողանա Հայաստանը դարձնել վիլայաթ, գուբերնիա, իրանց լեզվով վիլայաթ, որովհետեւ մենք Վաշինգտոնի միասին ենք գործելու եւ գործում եւ թրիփը դրա ապացույց։ Եվ ամեն այդ ներդրումը, այն հզորացումը հայկական պետության, որը տեղի ունենում, ապացույց։ Իսկ Ռուսաստանը Վրաստանի միջոցով եւ Ադրբեջանի Թուրքիայի հետ սահմանները փակելու միջոցով մեզ գուբերնիա է ուզում դարձնել նորից։ Պարզ ասեմ դες։ Եվ ուստի կամ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գնում ենք նորմալ հարաբերությունների ուղղությամբ, ինչը հիմա անում ենք եւ ես այդ օրակարգին աջակցում եմ մի վարքյան չմոռանալով հնարավոր սպառնալիքների մասին, բայց զբաղվելով այդ սպառնալիքների լուծումով իրականում, այդ թվում Վաշինգտոնի հետ միասին։ Եվ ոչ միայն, այնտեղ Իսրայել կա առանձին, այնտեղ մենք հաճախ ենք ձեր հետ միասին խոսում, այնտեղ կա Հնդկաստան, այնտեղ կա իհարկե Եվրոպական միություն եւ այլն շատ տարբեր հարցեր։ Բայց դրա փոխարեն մեզ Վրաստանի կարգավիճակ են առաջարկում։ Վրաստանի կարգավիճակը դա չեղարկված պետություն է, հայ ժողովրդի համար լավ ծանոթ, գուբերնիայի կարգավիճակ, որտեղ որ էլի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ճանապարհը բացվելու է, ուղղակի թրիփ չի բացվելու է ՖՍԲ-ի կողմից ռուսական վերահսկվող ճակերտներում Զանգեզուրի միջանցք 9-րդ կետով նոյեմբերի 9-ի 2020 թվականի փաստաթղթի, որը պարոն Էդմոն Մարուկյանն էլ հանրային ասում է, պահանջում եմ ռուսներին փոխանցեք։ Բա դուք ո՞նց եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը չի պահանջում։ Իհարկե, ասում է մտնենք Ռուսաստանի եւ Բելարուսի կազմ, այդ միութենական պետություն։ Բա ինչու մասին է այստեղ խոսքը։ Ուստի երբ մեկը ասում է այստեղ թուրքամետ ուժ է, դա սխալ է։ Պարզ եմ ասում, դա սխալ է, որովհետեւ հիմա հայամետությունը անցնում է նրա վրա, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գտնենք փոխշահավետ տարբերակ համագործակցության, որովհետեւ մենք իրանց էլ ենք պետք։ Ռուսները շատ լավ են հասկանում, Ադրբեջանը հեռու չի կարող գնալ առանց Վրաստան կամ Հայաստան։ Վրաստանը վերցրել են։ Բա Ադրբեջանի համար էլ են խնդիրներ ստեղծում։ Միայն Հայաստանի համար ոչ է։ Բայց սա իմ համար գործակալական ցանցի տրամաբանությունը, այս եթերը, որի հղումը ես կթողնեմ, բացահայտում է։ Ամեն ինչ պարզ է, շատ պարզ է։ Եվ պարզ է ոչ միայն իմ համար։ Ես համոզված եմ պարզ է նաև հայկական հատուկ ծառայությունների համար։ Շատ պարզ է։ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում գրված է այս սպառնալիքների մասին, պարզ է։ Բայց նաև ես նպատակ ունեմ հանրայնացնեմ սա։ Եվ այս իմ ուղերձով ես հանրային եմ դարձնում սա, ասելով, որ հարգելի հայրենակիցներ, հայկական պետության եւ հայ ժողովրդի դեմ կա մեծ դավադրություն։ Ռուսաստանի, Վրաստանում Ռուսաստանի գործակալների եւ Հայաստանում Ռուսաստանի գործակալների միջոցով մեծ դավադրություն, ծրագիր, որը նպատակ ունի հայկական պետականությունը ոչնչացնելու։ Եվ սա ի վերջո գալիս է նրան, որ մենք սա հասկանանք, այդ թվում հասկանանք, որ կարա լինի տնտեսական խնդիրներ, այո, բայց ամեն դեպքում երկաթուղին կվերականգնենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը չի ուզում դա անել։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մենք երկաթուղին վերականգնենք, չենք կարողանա Վրաստանը այլևս այդքան ակտիվ օգտագործել, հասկանում եք։ Բա ինչու է Պուտինը եւ Ռուսաստանը ձգձգում երկաթուղու բացումը։ Նկատի ունեմ Իջևան, Ղազախ, Գյումրի Կարս, Երաս-Սադարակ ուղությունները, վարչապետը որ հրաման է տվել այդտեղ վերականգնել եւ դեռ որևէ առաջընթաց չկա։ Բա ինչու։ Ես շարունակում եմ հորդորել, պահանջել Հայաստանի իշխանություններից, պահանջել, որովհետեւ մտահոգված եմ հայ ազգի եւ հայկական պետության ճակատագրով, շատ եմ մտահոգված, միշտ պահանջել, որ անապահ անցեք այս երկաթուղու վերականգնող գործողություններին եւ կողքի դրեք Ռուսաստանի հետ այդ բանակցությունները, կոնսենսիոն պայմանագիրը խախտեք, ավելի ճիշտ Ռուսաստանն է խախտեք, կասեցրեք
եւ պետականացրեք, վերջ։ Անցնեք վերականգնմանը, որ Վրաստանից Հայաստանի կախվածությունը չլինի, որովհետեւ ես ասում եմ մեծ ցավով, ես Վրաստանի ճակատագրի համար պայքարող մարդ եմ, եւ դա շատ լավ գիտի հանրությունը, ով ինչ ճանաչում է։ Եվ փաստը, որ միջև այսօր էլ պայքարում եմ, Վրաստանում եմ շարունակում գտնվել, այդքան դատական նիստերի, այդքան դատական գործերից հետո, դա եւս մեկ անգամ ապացուցում է, Վրաստանի եւ Հայաստանի միասնական ճակատագրի համար եմ պայքարում։ Միջև դա հնարավոր եմ համարում։ Բայց այս դեպքում ես ցավով եմ արձանագրում, բայց Վրաստանը օգտագործվում է Հայաստանի դեմ։ Համոզեցնում եմ ձեզ, վրացիք այստեղ կապ չունեն, քարտվելները կապ չունեն։ Սա անում են ռուսները։ Ով ինձ վստահում է, ով ինձ ճանաչում է, գիտի, որ իմ ասածը 100%-անոց ճշմարտություն է, որովհետև ես առանց փաստերի որևէ բան այսպիսի բարձր ուրեմն պատկերի այսպիսի բարձր որակի հայտարարություն, կարևորության, նշանակության, բարձր նշանակության հայտարարություն չեմ անի իհարկե։ Ուստի համոզված եմ, որ դուք շատ լավ հասկանում եք, եւ ես այստեղից եւս մեկ անգամ արձանագրում եմ։ Արեք բոլորս միասին արձանագրենք։ Չնայած գործակալների կողմից այս քայլերի, հայ ժողովուրդը չի խափնվելու եւ հունիսի 7-ի ընտրություններով վերահաստատելու է ինքնիշխան Հայաստանի օրակարգը, թրիփի ծրագիրը, Հայաստանի պետականության ի նպաստ եւ չի խափնվելու ոչ այս գործակալների, ոչ ուրիշ իրանց թեզերին, ոչ էլ այս էժան պրոպագանդային։ Եվ դա նշանակում է իհարկե, որ վարչապետ Փաշինյանը պետք է ստանա նոր քվե։ Սա իմ համար պարզ է։ Այս կոնկրետ ընտրություններում, ապագայում հետո առանձին կշարունակենք դրա մասին խոսելը, դրանով զբաղվելը եւ այլն։ Այս կոնկրետ ընտրություններում ընտրությունը պարզ է։ Կա ինքնիշխան Հայաստանի ծրագիր, որի առաջնորդն է Նիկոլ Փաշինյանը, եւ կա ռուսական գուբերնիայի կարգավիճակ, որտեղ որ շատ եւ շատ գործակալներ կան։ Կարնիկ Դանիելյանի նման, Դաշնակցության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ծառուկյանի ավելացել է այս ուրեմն ցուցակին, իհարկե Սամվել Կարապետյանի, Արթուր Վանեցյանի, Կտրիչ Ներսիսյանի եւ մնացածների։ Հայ հանրությունը շատ լավ գիտի։ Ես հպարտանում եմ ձեզանով։ Ես շնորհակալ եմ ձեզ, որովհետեւ դուք եք, ձեր վստահությունն է հիմքը, որով մենք գնալու ենք առաջ, որով հայկական պետությունը շարունակելու է ամրապնդվել։ Հայ ազգը շարունակելու է հայկի տրամաբանությունը ձեր շնորհիվ։ Ձեր հավատքի շնորհիվ, նաեւ իմ անկեղծության եւ ձեր վստահության շնորհիվ եւ ձեր քվեարկության այդ թվում շնորհիվ համախմբվենք ինքնիշխան Հայաստանի գաղափարի շուրջ, գաղափարի, այլ ոչ թե մարդկանց եւ անձերի, որովհետեւ ապագայում այդ ամենը էլի կփոխվի, կփոխվեն անձները, կփոխվի իրականությունը, ներքաղաքական դաշտը Հայաստանում, այդ ամենը ապագայում, բայց հիմա մեր պարտքն է հունիսի 7-ին վերահաստատել ինքնիշխան Հայաստանը եւ գործակալները հաջողության չեն հասնել։ Շնորհակալ եմ հարգելի հայրենակիցներ ուշադրության համար, կհանդիպենք։